Sense եղանակին դուսի չէի զայնագրի, ասի մեքենայի զայնագրեմ։ Բայց այդ ասի լավ է, էլի ցուրտ չի իրական, ուղղակի անձրև է գալի այս քանի օրը։ Այստեղ էլ անձրև ոսկսվեց, գնաց, հե։ Բարև ձեզ իրելիներս։ Խնդրում եմ ալիքից գրանցվեք, տարածեք։ Այս նյութերը այսօր տենց դեսից դեմից կխոսենք մի փոքր։ Վաղուց եթե չեմ դուս եկել, երևի թե երևի չէ հաստատ պայմանավորված էր ներկայացումներով, նախ շատ շնորհակալություն այս վերջին ներկայացման համար հանդիսատեսիս, դալի ջլիկներ, շատ լավ նվագեցինք, երգեցինք, ստենդափ-էլ արեցի, ամսի 10-ին դեկտեմբերին այս տարվա, այսպես ասած, վերջի ներկայացումը կլինի եւ ստենդափը փոխելու եմ, դեպս ֆորմատը ասեմ, որ երգելու հետ միասին, ու երգերը տենց հաճախ չեն փոխվում, բայց ստենդափները միշտ փոխվում են։ Հետ էլ այդպես, ինչ կարող է ասել էլ, նոր նայեցի էլի Հայաստանում ինչ է կատարվում, դժվար է խոսել եւ չեմ էլ ուզում ասեմ խոսեմ ինչ որ համայնքային ընտրություններ են գնում բան, ասենք դա չի ասի թե ինչ չի հետաքրում, բայց դե չեմ էլ ուզում հետևեմ այդ ամեն ինչին։ Նայեցի նաեւ տեսա, որ Սերժ Սարգսյանը ինչ որ ինտերվյու է տվել եւ այդ ինտերվյուն 7 ժամ էր։ Հա, լավ բան չեն սովորել էլի Փաշինյանից։ Չլսեցի այդ ինտերվյուն, ասեմ մի անգամից, չլսեցի, որովհետև մարդը 10 տարի իշխանության էր, 10 տարվա ընթացքում ոչինչ չի խոսել մեր հետ, իր ընտրողների կամ չընտրողների ավելի շուտ հետ, ժողովրդի հետ, հիմա որոշել է ինչ-որ խոսի։ Նաև մի տխուր լուր իմացա, որ այդ ոդքասթի անցկացնողներին, անունները չգիտեմ, ինչ-որ մի հատ ալիք է, բռնել են, որովհետև իրենք հնչեցրել են բռնության կոչեր, ինչպես ասում են, դե որ չլսեցի, չհասկացա ինչ բռնության կոչեր էին, եւ վիրավորանքներ են հնչեցրել իշխանության հանդեպ։ Եթե ուղղակի խոսքի համար են իրանց բռնել, իհարկե ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև ճիշտ է խոսքի ազատությունը ունի իր չափ ու սահմանները, բայց հայհոյելու եւ ուղղակի կոչ հնչեցնելու համար կալանավորելը դա մի քիչ նման է, մի քիչ չէ, լավ է նման է ավտորիտար ռեժիմի։ Կան բազմաթիվ այլ ադմինիստրատիվ ինչ որ գործողություններ նմանատիպ երևույթներին, չգիտեմ, ընդհանուր մինչև խոշոր տուգանքներ, եւ երևի թե էլի ինչ որ բաներ մեթոդներ կլինի, բայց կալանավորել ուղղակի խոսքի համար սխալ է։ Դա այդպես ինձ ուղղակի հետաքրում է մի ուրիշ բան, էլի այս պատմության մեջ։ Ուրեմն Սերժ Սարգսյանը, որի վրա տոննեքով կամպրամատ կա, էլի։ Մարդը 10 տարի եղել է ղեկավար, 10 տարվա ընթացքում մի քանի անգամ եղել է ընտրություններ եւ դա ապացուցած է, որ ընտրությունները կեղծվել են։ Ընտրություններ կեղծելու համար էդ էլ հո գիտենք, էլի, ասենք, այդ տեսեք չեմ խոսում միլիոններից, դղյակներից, դա ուրիշի փողը չեմ հաշվել երբեք։ Դեպետ դա մեր փողն է, էլի։ Հա, բայց եթե իրա վրա երրորդ նախագահի հանդեպ կա այդպիսի մեղադրանք, որ նա կեղծում էր ընտրությունները։ Ուրեմն այդ մոռացել են, այդ մարդը ազատ ֆռֆռում է իր համար, ոչ տուգանքամուց է, ոչ բանտանստ է, ոչ մի բան։ Լավ էլ իրար վերան թքած բան են գալի, լավ էլ պայմանավորված, նորմալ, բայց այն տղեկին ովքեր որ ինչ-որ բաներ են ասել, չգիտեմ, Ալեն Սիմոնյանն են հայհոյե թե ինչ են արել, լավ չեն արել իհարկե։ Վիրավորել են։ Իրաց կարելի է բռնել։ Այդ դա չեմ կարողանում ես հասկանամ։ Հասկանում եք։ Որովհետև եթե
եթե ուշ բռնում եք, պետքա վաղուց Սերժ Սարգսյանը վաղուց իր կուսակցության հետ միասին պետք է զրկվեր ընտրություններին մասնակցելուց, պետք է ապացուցվեր հանրապետական կուսակցության հակապետական գործունեությունը, ինչպես ասում են, թալանը, եսիմ ինչը, հա? Չէ, հանգիստ ասենք ապրում են, բան այդ տղեկ ասենք ինչ-որ բան են ասել, եսիմ ինչ են, քրֆել են, ինչ են արել, չնայեցի, էլի, հավես չկա, զալլա չունեն։ Իրաց բռնել են։ Դա երկակի ստանդարտների, ինչ ասեմ, ուրիշ քֆուր չտամ, վար արտահայտում է, որովհետև այդպես չեն անում։ Հիմա ես էլ եմ բլոգեր, կարող է տաքանամ մի երկու թթու խոսքել, ասենք ասեմ չափս անցնեմ, ասենք անդաստիրակի մեկն եմ, փողոցային եմ, ու սկսեցի ասենք հայհոյել։ Դրա համար ուրիշ բան պետք է գան կանդալեն, դա ասենք դա ինչ մոտեցում է։ Դա այդպես, ինչ ասեմ, դա տխուր փաստ է իհարկե, որովհետև խոսում են խոսքի ազատությունից, բայց ես հասկանում եմ, որ խոսքի ազատությունը դա բացի թող վիճակը չի, բան, բայց դեստեղ էր, օրինակ ես ստենդափերներ եմ լսում հիմա, ամերիկյան ստենդափներ եմ լսում, դուք չեք պատկերացնում ինչ բառամթերք է օգտագործվում, ինչ այլանդակություն ասես չկա, ասենք ես որ ամաչ եմ, դուք ջոգում եք, չէ, ասենք իմ ստենդափներում էլ էլի շատ գործկատեղից ներքև ինչ-որ տենց բաների կա, շատերը նեղվում են, ասում են լավ էլի, այս վերջի ներկայացմանն էլ ասենք մարդիկ հաց էին ուտում, ես տենց սա խառնել է իրար, ասենք տենց ինչ ասես չէի ասում, զգում եմ որ մարդիկ ինչ-որ կարող է նեղվեն, բան, բայց որ ես ամաչ եմ լսելով, ասենք այդ ստենդափերներին, հա, եւ չի ասում որ Ամերիկան հենց ամենաաշխարհի ամենադեմոկրատիկ երկիրն է, կոռուպցիա չկա, բան չկա, չէ։ Բայց երբեք ոչ մեկի մտքով չի անցնի մարդուն հայհոյանքի կամ որևէ դες բանի համար թեկուս բռնությունը հնչեցրել կալանավորեն։ Դրա հետ համաձայն չեմ եւ դա պատիվ չի բերում ոչ պետությանը, ոչ իշխանությանը, Հավվայի տեղը շուն եք հաչացնում, իսկ հիմա խոսենք շների մասին։ Համացանցը ողողված է ուղղակի ադրբեջանական լրատվամիջոցներով։ Վայ ադրբեջանցիներին բերում են Հայաստանում բնակեցնել։ Արի մի բան ասմաստը գնում ասնեմ։ Վայ ասում են 10 հատ մսկիթ պետք է սարքեն բանում, Հայաստանում։ Ժողովուրդ, Աբդուլ Համիդի ժամանակները անցել են։ Ոնց որ մեր աչքերը չուռեն դե ապրելու։ Նենց էլ իրանց աչքերը չուռեգան Հայաստան ապրեն։ Այդ ամեն ինչը ասում է նրա համար, որ այսենց կամած երկիրը ներսից քայքայվի, հասկանում եք։ Դուք կյանքում տեսել եք իմ էջերին։ Կամ հա տեսել եք ինչքան եմ ասենք հնադատել իշխանությանը, հա։ Բայց կյանքում տեսել եք ես վայնասուն բարձրացնեմ, որ ահան ադրբեջանցիք եկան լցվան սյուլիկ հեսա պետք է ինձ ապրեն։ Ինչի համար է դա արվում։ Կամ ցույց են տալի Շուշին, տեսեք ինչ սիրուն է, տեսեք ինչ լավն է, օ, թաղեմ ես դրանց գլուխը, ով որ Շուշին ծախեց, թաղեմ Նիկոլի գլուխը, Լավաչյանը, այս արեցել, յանի թե Շուշին ընենց մի ծաղկող, ընենց մի ներդրումներ էին արել, ընենց մի տենց ծաղկացել էր այդ տեղը, հիմա կեղտոտ ադրբեջանցիք եկան ու վերցրեցին։ Այդ որ Շուշին մերն է, ժողովուրդ, հիմա չկրկնեմ, էլի, բանը, դասականի, այսպես ասած, ասույթը, ասածները, ինչի չէին մտածում այդ նույն լրատվամիջոցների տերերը ներդրումներ անեն, շատացնեն դե բնակչություն, ժողովուրդ, Ղարաբաղում 30 տարվա ընթացքում 5 հոգի մարդ գլխականակ չի ավելացել այդտեղ մարդ։ Ավելանում էր Հայաստանում, Հայաստանն էլ Երևանը տրանզիտ զոնա էր։ Գալիս էին Հայաստան, հետո հոպ, հետո գնում են Ռուսաստան էլի։
Այսինքն ոչ մի պետական լուրջ ինչ-որ ներդրում, ծրագիր, բան չկար, որ ժողովուրդը ընդեղից չգնա, որ այդ ամեն ինչը սարքի, որովհետև գիտեին, որ պետք է հանձնեն, գիտեին, որ պետք է մի օր այդ հարցը բարձրանար, և Ղարաբաղը եղել է այնց կթուկով, այդեի ժողովուրդն միասին, հա, այնքան որ մինչև վերջ քերեն, այնքան որ մինչև վերջ մզեն է ծաղ, հանքերով, անտառներով, ամեն այդ է եղել ձեր վերաբերմունքը Ղարաբաղի ժողովուրդ, չեք մոռացել։ Մոռացել եք ինչ էիք անում։ Մոռացել եք, որ ամբողջ գետերը չորանում էր, որովհետև էլեկտրոստանցիաներ էին կառուցել այդտեղ։ Մոռանում եք, որ այդ հողերը գրավյալ մեր հայրենիքը, որը որ կար, ուղղակի չոլ էր դարել, չոլ ասենք, այդտեղ ժամանակին ծաղկող այգիներ կան։ Այդ ծաղկող այգիներից մեկ-մեկ, որը որ մնացել էր առանց ջրելու, դե ծառը եթե մեծակարա եւ չչորանա, մեր խեղ զինվորները գնում նուրմուր էին պոկում ուտում են, այդ է եղել ձեր հող պահելը։ Հիմա եկավ գործը հասավ դիվանբաշուն, եկավ հասավ այն կետին, որ պետք է դրա համար պատասխան տալ։ Ու պատասխանը որն է, համացանցով ամբողջ օրը ցույց են տալի Ղարաբաղը, այդ ինչ բերանս բաներ եք, մենթալ մաստուրբացիա է, հասկանում եք այդ ամեն ինչը։ Հա, մտային տենց ձեռնաշարժություն է։ Այդ չտայիք, չանեիք։ 30 տարվա ընթացքում զարգացնեինք։ Հիմա ինչի եմ ասում, ես մի ժողովրդին չեմ մեղադրում, մանավանդ Ղարաբաղցու, Ղարաբաղցին ինչ։ Քրքաշ ապրել է, եկել է Գորիսից առևտուրը արև, որտեղ իրաց մոտ թանկ ու կրակ էր, զանգել է Ղարաբաղ թել է զանգե թանկ ու կրակ թալանել են այդ մարդկանց, իմ մեզ էլ միացին, որտեղ մեր զինվորներ են դե ծառայել են, զանգում էին, ամսական մի 50,000 դրամ մենակ հեռախոսի փող էին տալիս մերոնք, հա, ու վերջ։ Հիմա զարմացել ենք, որ կորցրել ենք Ղարաբաղը։ Ժողովուրդ, ամեն ինչ ունի իր հետևանքը։ Այս անտեր աշխարհը սենց է, տեսեք անձրևա գալի զոնտիկ են բայել։ Հիմա որ զոնտիկը հանեն, կթրջվե, պարզա չէ։ Ու ինչ սեմ մեղադրել ամպերին, ինչ բան է, ինչ երգիրա, ձունա գալիս, բան անում, անձրևա գալիս, աշունորով, հետո։ Ու այդ ամեն ինչը տարածվում ենք, որին ժողովուրդ։ Այս մեր սաղ երկիրը հիմա չասեմ ինչի մեջ է, էլի։ Միլիոնակ մարդահրավեր կա։ Ի վերջո իշխանությունը փոխելու բան ունեք, չէ՞, տենց չեք սիրում այդ իշխանությունը, ունեք փոխեք։ Ինչի մար այդ խոսակցությունները։ Մի հատ աղջիկ կար, տեսել եմ էլի մարդիկ էին նստած, բեսեդքում բլոտ էին խաղում, ինչ էին անում։ Եկել միկրոֆոնը կողել ասած բերանը, իսկ դուք ո՞նց եք բանը անվտանգությունը կան անվտանգությունը Հայաստանում, թե ոչ, դե ասում եմ դե հիմա ինչքան կարանք կա էլի։ Հայ, իսկ դուք ինչ եք արել որ անվտանգություն, ասում եմ մի տղա ունեմ այնա պոստերում կայնած, ինչ ես ուզում աղջիկ ջան։ Հայ, ես դուր է գալի որ ադրբեջանցի կդղ ու մենք տեսնում ենք, ասում եմ հա դուր չի գալի, բայց դե կայնած իրանց երկինն անդե կայնած են, հետո այս կողմից է պարսիկն է կայնած, այն կողմից է թուրքն է կայնած, այս կողմից է ադրբեջանցին է կայնած։ Չէ, լավ չի, իհարկե լավ չի։ Կուզեինք այդ պաշտպանական գոտին ունենայինք, որ այդ անասունները չմտնեին մեր երկիր։ Կուզեինք ավելի ուժեղ լինեինք, հա, որ ընդհանրապես այդ խոսակցությունը չլինի։ Կուզեինք Ալիևի բերանը փագեին, շատ կուզեինք։ Բայց կարում չենք։ Ու ինչ։ 20 տարեկան աղջիկ լրագրող Յանի, որ բացի հայերեն ստերևիթի բան չգիտի, բացի խոսելուց, կամ միգուցե գիտի, չգիտեմ, չեմ ուզում վիրավորեմ, երեխա է։ Միկրոֆոնը կողել է այդ մարդկանց բերանում ու խոսացնում է, որ մի վատ բան ասեն, անպայման ասեն, հա, թքեմ Նիկոլի բանը գլխին, ես ինչ մարդ են սրանք, ես ինչա ծախեցին, ես սավըտ ինչի համար է այդ սաղ, ժողովուրդ, ինչի համար է այդ սաղ, դուրները չի գալի փոխեք, հետ ընտրություններ է գալի, գնացեք քվեարկեք, ես ընտրություններին անպայման Հայաստանում կլինեմ, ամենից ամեն ինչ կանեմ դրա համար, դու ցենց տենես պիտի ասեք գամ տուն եմ գալու, որտեվ Սարի թատրոնը պիտի աշխատացնեմ եւ այլն, հա։ Հա։ Փոխեք, ես չեմ քվեարկելու ԿՊ-ին։
Իհարկե չէ, երբեք չեմ քվեարկել։ Երբեք։ Ես քվեարկեմ այն կուսակցությանը, ով որ այն փոփոխությունները, որի համար ես դուրս եմ եկել փողոց, ինձ խոստանում է։ Մարդու համար չեմ քվեարկի։ Այնպես որ Նիկոլը աչքից դույս դեր։ Մի խոսքով էլի ինձ թվում է Ադրբեջանը մեզ կրել է ոչ միայն ֆիզիկապես, այլև մենտալ, այլև համացանցում, որովհետև ընդ մի բան ասում են, հա Նիկոլը ասել է, որ ինձ կսպանեն, եթե բան, ընդ Բայրամովն է ինչա, մի բան ասել է, էս էլ խոսել է, հիմա այնի գցել է համացանց, այդ Ադրբեջանի պաշտոնը, հիմա սրանք ֆռծնում են, օրենս էլ հաճույք է, դուք մազոխիստ եք, դուք կայֆ եք ստանում, որ վատնա վարչապետը։ Ես ամաչու ես գետինն եմ մտնում, ես սուսը, կայֆ եք ստանում, որ վատնա կաթողիկոս է, էլ նրանց ասեմ։ Կայֆ եք ստանում, որ բոզարացի մեկնա, չէ, ես ամաչու չես, հավատացյալ չեմ, եկեղեցու բան չեմ, ասենք, հետևորդ չեմ, բան եւ այլն, բայց ամաչու եմ, ես մեր եկեղեցին է, էլի։ Իսկ դու կայֆով, սենց հանում եք, հետո հանում եք տեղաշորն եք ցույց տալիս աղի, ով ինչ արեց, մորքուրին անում, թե ում անում, բան, տենց, այդ ինչ կեղտոտ ինչ-որ մի հատ բան ա սկսվել։ Իդեպ այդ գաղտնալսումների և այդ բաների մասին, որ օրենքով տղեկ, դա արգելված է, մարդու անձնական կյանք մտնել է, արգելված է։ Եթե անգամ դու ինչ-որ մի բան գիտես, լավ կլներ, որ դա օգտագործեիր ուղղակի, ասեք այդ մարդուն կանչեիք, ասեք սենց բան գիտենք, հել ռադոտ քաշի։ Ներքին գործը մի բան ծածկադմփոց անեիք։ Ոչ թե հանեիք, սենց մենք մաքրում ենք եկեղեցի, լուրջ ես ասում։ Իսկ ԱԱՑ-ն մաքրում ես, իսկ ոստիկանությունը մաքրում ես, իսկ այն գեներալներին, որ Մոսկվայում են ավարտել ու շպիոն են աշխատում մինչև հիմա մեր երկրի մաքրում ես, իսկ այն օլիգարխներին, որոնք որ նստած են բաներում, ձեր բանկերում, չգիտեմ, պարլամենտից դուրս մաքրում ես, չես մաքրում, չէ՞, քեզ մտեն դե տրուսիկի մեջ, քեզ մտեն։ Սաղին մաքրեցի, մնաց այդ։ Այս բազարը լավ բանի չի բերի, մի մասնակցեք, սիրելի ժողովուրդ, մի մասնակցեք, սիրելի իմ հետևորդ, մի մասնակցեք, մի շեյր արեք, մի խոսեք դրա մասին, նա զզվելի է։ Ես սիրում եմ անձրև, չգիտեմ դուք սիրում եք թե ոչ, բայց հաճախ այսպես քայլում եմ, չնայած ստեղ ես հետարքիր է, ստեղ ամեն անգամ եթե անձրևը գալի, նա տաղետ է ալնում, ասենք, ինչ-որ Կալիֆորնիայի ես իմ որտեղ լավաստը ստեղ չի, բանա, ջրհեղեղ ա եղել, մի քիչ քամիլի պաժար կսկսվի, բան, չէ տես երկիր է էքստրեմալ։ Մենք երազում ենք Հայաստանում անձրև գա, նա Սուրինյանին լսեցի, որ ասում է վերջապես 17 օր ասում անձրև չի եկի, կարող է մի քիչ գա ամբարները լցվեն, ստեղ ահա, ստեղ էլ անձրևի զեռը կրակներ են գել։ Այդքան բան, խնդրում եմ գրանցվեք ալիքից պատիոնին մի քիչ, եթե կարող եք օգնեք, բան գցեք, հետևեք իմ բոլոր էջերին և իհարկե գրանցվեք ալիքից, ժողովուրդ ջան, լայքեր դրեք, թող մի քիչ շատ նայեն։ Հետո այդպես, հա, ամսի 10-ին են դեկտեմբերի խաղում եմ, էլի նույն տեղում, էլի stage-ում, կարծես թե, հա, դեռ բան չի փոխվի, եթե փոխվի կասեմ, էլի նույն սաստավով ստենդափը փոխել եմ լրիվ ուրիշ ստենդափը ալնելու, ես ձանձրանում եմ նույն բանից խոսեմ, էլի։ Հիմա մի քիչ ուրիշ թեմաներից կխոսենք, հետարքի բաներ կպատմեմ իմ կյանքից, որ չեմ պատմել, հետարքի դիտարկումներ ունեմ, նաև որ ստեղ եմ ապրել, ասենք ես վերջի տարին ստեղ եմ, ավելի շատ ստեղ եմ, քան թե Հայաստանում, կպատմեմ ծնողներիս մասին, թե ինչպես են ստեղ ապրել, ինչպես մահացան, ինչ էր սովորեցինք, ինչ էր տեսանք, ասենք, այո, այդքան բան, կնոպկեն չգիտեմ ինչով սխմեմ, որովհետև էսի զոնցիկ եմ բռնե, այն է շտացիվն եմ բռնե,
Խնդրում գրեք այնտեղ, ինչով կարող եմ սխմել կլոպկեն։ Հա, երևի թե քթով։ Հայկացը լավագույն դեպքում քթով։